որ այս իշխանության ներկայացուցիչները շարունակում են, այսպես ասենք, ճայկերտներն ու ատամները սրած, սպասել եւ սպառնալիքներ հնչեցնել նաեւ ընդդիմադիրների հասցեին։ Այս խմբակի պահելաձևը ընդհանրապես հաղթանակած կողմի պահելաձև չէ։ Իրանք էլ շատ լավ գիտեն, որ իրենք չեն հաղթել եւ այս բոլոր վախերը, որ դրսեւորվում են, ԶԼՄ-ների աշխատանքի ինչ որ սահմանափակումներ են կարծես մտցրել, մի ժամանակ, երբ որ հիմա հայտարարում էին, որ ազգային ժողովը բոլոր մարդկանց համար է, կարող են քաղաքացիները գալ այնտեղ զբոսնել, հիմա մենք տեսնում ենք այնտեղ դարպասները, որ դրված եւ դիստանցավորված են հայ ժողովրդից, եւ երբ որ միայն մետրոյից օգտվում են, նկարվելու համար են 5 րոպեով օգտվում եւ նկարում դնում, այս իշխանությունները կտրվել են հայ ժողովրդից։ Նրանք շատ լավ գիտեն, որ չեն ներկայացնում հայ ժողովրդի կամքը, իսկ մենք ընդդիմությունը գնում է մեր բոլոր քաղաքացիների ձայնը լինելու ազգային ժողովում, բոլոր քաղաքացիների։ Այս որոշումը ամենևին էլ հեշտ չէր տրվել մտնել ազգային ժողով որպես ընդդիմություն եւ այլն, բայց սա պատասխանատվություն է, որը որ մենք ստանձնել ենք, մենք գնում ենք այնտեղ հստակ աշխատելու օրակարգով, ծառայելու օրակարգով մեր ժողովրդին։ Եվ մենք հանդես ենք գալու բազմաթիվ նախաձեռնություններով, այդ թվում նաև մեր նախընտրական շրջանում տրված խոստումների տրամաբանությամբ եւ վստահաբար չենք հիասթափեցնելու մեր ընտրողներին, որովհետև այո, այսօր մեզ չի հաջողվել հեռացնել Նիկոլ Փաշինյանին, բայց դա չի նշանակում, որ մեր պայքարը սահմանափակվելու է ժամանակահատվածով կամ որևէ ձևաչափով։ Եվ արդեն հայտնի է նաև, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ վեհափառ հայրապետը չի օգնելու նոր ձևավորվող ազգային ժողովը։ Իմիջիայլոց երեք են կարգալուց եղած նախկին տնտեսաներ ԿՊ գրասենյակում, խուսափեց պատասխանել իրենով է փոխարինելու թե ոչ։ Այս մասով ընդդիմությունը իդեպս ուժեղ Հայաստանի որոշում ունի, նիստի մեկնարկից առաջ չգիտեմ։ Ուժեղ Հայաստանի ու ինձ թվում է նաև շատերիս համար անակնկալ չեղավ, որ վեհափարը չի հրավիրվել ազգային ժողով, բայց մենք ունենք մեր օրակարգը եւ ժողովուրդը տեսնելու է մեր վերաբերմունքը այսօրվա իշխանությունների հակաիրավական, հակաօրինական քայլերի, սպասենք հակաքրիստոնյա քայլերի, այնպես որ սպասենք 2 օր եւ միանշանակ մի ուժ, որը որ ձևավորվել է ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու, չի կարող անտարբեր լինել նման քայլի, որը որ իրականացրել եւ իրականացնում է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ես եմ շնորհակալ։